Շեքսպիրի հանրահայտ Համլետ ողբերգությունն առաջին անգամ բեմադրվել է 1600 թվականին։ Անցել է 400 տարի եւ մինչ օրս էլ աշխարհի տարբեր թատրոնների խաղացանկերում այն շարունակում է նորից ու նորից բեմադրվել։ 2 տարի առաջ Սոս Սարգսյանը համազգային թատրոն է հրավիրում ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին ներկայացում բեմադրելու։ Ընտրվում է ամենախոշոր դասական հեղինակի Շեքսպիրի Համլետ ողբերգությունը։ Որևէ արվեստագետի համար կարծում եմ երևի իր կենսագրության մեջ ստեղծագործական ամենակարևոր էջն է, ամենամեծ քննությունն է, թե բեմադրիչի համար, թե որտեղ ամեն մի դերասանի կյանքում չի վիճակվի Համլետ խաղալ։ Ես շատ ուրախ եմ այսօր, պիտի ասեմ, շատ երջանիկ եմ, որ իմ կենսագրության մեջ ունեմ մի շատ կարևորագույն էջ, Շեքսպիր, այն էլ Համլետ։ Համլետի դերակատարը Վարդան Մկրտչյանն է, թագավորի դերում Դավիթ Հակոբյանը։ Ներկայացմանը մասնակցում են նաև ռեժիսորի ուսանողները։ Ներկայացումը սկսվում է նախաբանով։ Շեքսպիրը հենց իր ծննդավայրից ողջույնի խոսք է փոխանցում բեմում կանգնած դերասաններին։ Ներկայացման համար հատուկ նկարահանումներ են կատարվել հեղինակի հայրենի քաղաքում՝ Ստրատֆորդում։ Ներկայացումն առանձնանում է իր բեմական ձևավորմամբ։ Բեմական զգեստների հեղինակն ու բեմանկարիչը հենց ինքը ներկայացման ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն է։ Նկարչական գործը սկսվեց շինարարությունից, որտեղ այս փոքր բեմը մենք դա իմ պայմանն էր եւ շատ ուրախ եմ, որ իմ պայմանն ընդունեց տնօրինությունը եւ լուրջ շինարարություններ սկսեցինք։ Անցած տարի ամռանը ետնապատը քանդել, Էլսինորի դարպասներ տեղադրել, որից հետո մենք ունեցանք լուրջ նկարահանումներ Շեքսպիրի ծննդավայրում, հենց իր տանը։ Ռեժիսորի նպատակն է եղել պահպանել շեքսպիրյան ոգին, չխախտել դասականությունը, միևնույն ժամանակ ասելիքը համահունչ դարձնել այսօրվա խնդիրներին։ Ներկայացման մեջ տեսագրություններ օգտագործելն ու անսովոր ձևավորումներն առաջին հայացքից խոսում են Վիգեն Չալդրանյան կինոռեժիսորի ձեռագրի մասին։ Հուսում եմ, որ այս ներկայացումը կդիպչի կհասնի թե այստեղին, թե այստեղին։ Հանդիսատեսի համենայնդեպս մեր թիրախը եղել են այս երկուսը։ Ստիպել եւ մտածել եւ ուզվել։ Անտարակույս, նա որ մեզ ստեղծեց այս լայն հանճարով դեպի հետ նայող և դեպի առաջ չպարգևեց մեզ այնպիսի մի մեծ ընդունակություն։ Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի մահվանից հետո Համլետը թատրոնի առաջին պրեմիերան է և նվիրվում է վարպետի հիշատակին։ Նախագիծը միաժամանակ ազդարարում է Համազգային թատրոնի շենքի կառուցման համար նախատեսվող դրամահավաքի սկիզբը։ Մարինե Քոչարյան, Արտաշես Մաթևոսյան, մշակութային ազդագիր։ Բարի երեկո, սիրելի հանդիսատես, Անգլիայի գլխավոր ժամացույցը ազդարարեց մեր ներկայացման սկիզբը։ Համեցեք, կարագացրեք։ Թատրոն այցելող մարդը լավագույնն է բոլորից։ Եվ այսպես թույլ տվեք ներկայանալ Զագրացու։ Ես առաջին անգամ ծնվել եմ Անգլիայի ամենափոքր քաղաքներից մեկում, Ստրատֆորդ Էյվոնի վրա։ Ինչպես կրահեցիք իմ ծնողը Վիլյամ Շեքսպիրն է, իր թվով 37 կատակերգություններից և ողբերգություններից 12 դա ծառայցուի կերպար է, այսինքն իմ կերպարը, ինձ նույնիսկ հուշարձան կանգնեցված մեծ գրողի Վիլյամ Շեքսպիրի տան մոտ։ Այ ես ճշմարտությունը մի պահապանշում է, որ իմ մտակերով դուրս ենք շուտ է երկուց, ինչպես մի
Ինչ շողոքորթությունը, որ ստրշոպես շնորհում է գրավիչով, որ դա շողոքություն արձակի։ Որտեղից է սա, իրանքայից։ Ահա տեսնում եք Շեքսպիրի գունը, Սա նաև իմ ծննդավայրն է, ամբողջ աշխարհի թատերասեր հասարակության ուխտատեղի է։ այսօր շատ է խոսում այն մասին, թե իբր Շեքսպիրը չի եղել։ Եվ նրա գրական շարունակությունը վերագրում են մեկ ուրիշի։ Չհավատակ, ես եմ կենդանի վկա։ Եթե խելացի մարդ, քեզ ավելի լավ գլուխ կտա։ Իմ ավերակացնում ինձ։ Ես ուզում եմ, որ միայն սրիկաները հավատանք։ Քանի որ այս խորհուրդ տրողը մի խեղճ տանքի։ Ահա տեսնում եք մեծ գրողի ննջասերիակ։ Իսկ սա նրա ճաշասերիակն է։ Իսկ սա նրա հոր արհեստանոցն է։ Իսկ սա Ուիլյամ Շեքսպիրի ամբողջ գրական ժառանգությունն է։ 1616 թվականին Շեքսպիրի աչքն ամփոփվեց Ստրասբուրգի Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Իր հետ միասին շատ հայտնի մարդիկ են ննջում այնտեղ։ Սակայն միայն Շեքսպիրի անհանգիստ հոգին է, որ այսօր էլ շրջում է այս վայրերում։ Այն է։ William Shakespeare. Amen. Արոնեք, խնդրեմ դեր նարդասանեք թեթելի ու սահմանը, բայց եթե դուք եք գրասաններից շատերի պես գորգորան, ապա ավելի լավ պրեմերին տողերը քաղաքի մոնետիկներին արտասանել տայի։ Հոգիս փշակահում է, երբ լսում եմ, թե ինչպես է կեղծամավորան արած մի զորեն զգացում ծվիկ-ծվիկան, հին լատ է շինում գետնահարկի հասարակության ական չպատրելու համար։ Հասարակություն, որ ընդունակ չէ այլ մանն բռնելու, բայց միայն անբացատրելի աղմուկ։ Նրանց մի զավեշտ է պետք, կամ մի լկտի պատմություն այլապես մուները գտանի։ Մեկ բան իմաց մարդու կարծիքը ձեր աչքին ավելի մեծ կշիռ պետք է ունենա, քան մյուսների մի ամբողջ թատրոն։ Գնացեք և պատրաստեք։ Ես կդիտեմ ձեր խաղը։
Լավ թողեք ինձ։ Ողջուկ։ Երկնային բոլոր բանակներ։ Երկիր։ Էլ ինչ։ Դժոխներ կծեն։ Ամոքած սիրտեմ, և դուք իմ ճղեն մի պարավանակ մի ակնթարթում, այլից բուրոպիտ կմում պահեցեք, հիշեմ կեզ։ Դու խեղջ ուրվական իմ չար երազի, կհիշեմ կան իշողություն աթորում են այս խելայեղված գնդակի միջում, հիշեմ կեզ։ Մնաց բարով ամներ։ Հայ, Հիշիր, հայ, հայ, հիշիր, հիշիր, հիշիր։ տեսակ, դուք դեպես տեսակ, տեսակ դուք դեմ, ամենը տեսակ, այժմ, սիրելի բարեկամներս, միջև չիրաղեց շնորհեցեք ինձ, չհայտնել ոչ մեկին ինչ որ դուք տեսակ, ոչ, երդվեցեք սրիս վրա, երբեք չլինեք ձեր այս տեսածը, և թող ձեզ Աստված օգնական լինի, որ ես որքան էլ անհասկանալի և խելագարի արմունք ունենամ, ցույց չտաք երբեք, թե որևէ մի բան գիտեք իմ մասին, երդվեցեք սրիս վրա, Հանդարտիր, վրդոված հոգի։ Այսպես պարոնայք, իմ ամբողջ սիրով հրաժեշտ եմ առնում, ու աղաչում եմ, դրեք ձեր մատը շրթունքի վրա։ Ժամանակի շապից դուս ես այդակել, ու բաղդի նշանում, ինչ ծնվեց եմ, հետ կես ուղեմ։
մահվան իշատակը թարմ է տակավին, և մեզ պատշաչ էր վշտով համակվել, և պետք է մեր համայն պետությունը մեկ ճակատ դառնար, ցավից կծկված, բայց դատողությունն այնպես պայքար է մղել սրտի դեմ, որ մենք ավելի խոհական վշտով հիշում ենք նրան, առանց ինքներս մեզ մոռանալու, և այս պատճառով մեր նախկին քրոջը, Այժմյան թագուհուն և այս ռազմակոր թագավորության գահընկերուհուն, դու այսպես ասենք, ճնշված հրճվանքով գնության առան, և այդ բանի մեջ անտես չենք արել ավելի խոհեմ ձեր խորհուրդները, որ ասատորեն մեզ հաղորդեցիք գործի ընթացքում։ Բոլորի համար շնորհակալություն։ Գեցե Դանիոքա! Գեցե Դանիոքա! Գեցե Դանիոքա! Գեցե Դանիոքա! Աստվածի, որքան տաղտկալի փուչ են թվում ինձ աշխարհի բոլոր վայելչանքները։ Ինչ, այստեղ ասնի դեռ 2 ամիս հորս մահից չանցած։ Չէ, 2 չկա, այդքան էլ չկա։ Ինչ թագավոր էր հայրս, որ սրա մոտ այրերին չիպերյոնը մի սատիրի մոտ, այնպես մորս վրա գուրգուրում էր, որ թույլ չէր տալիս երկնքի հողմերը մի քիչ խիստ դիպչեն նրա այտերին։ Եվ այնուհանդերձ 1 ամիս չանցած։ Թունություն, անունդ կին է, բայց պայթիր սիրտի, քանի որ պիտի կապ դնես լեզվի։ Եվ այժմ լայդ, ասացի իստից մի խնդրանք ունես, ինչ է այդ լայդ, չես կարող բանավոր կերպով խոսել Դանիո արքային և իզուր անցնի, ինչ ման կարող ես այզեր ինձանից որ իչպին շահավորպեսի մնցան ոչ քո խնդրանքը, գլուխը սրտին այնպես մոտիկ չէ ինչպես դանյական գահքոր, ասա ինձ լայդ, ինչ է պապը, Ողորմածների, ձեր գույթությունն ու բարի շնորհը Ֆրանսիա դա։ Ֆրանսիա։ Ուրգից դեպետ սոժալությամբ ես այստեղ եկա ձեր քաղաքության արտիվ հարգանքս մագացանելու։ Բայց այժմ այդ բաղկս կատարելուց ետ խոստովանում եմ, որ բոլոր խոհերս ու կենչանքներս ձգում են ներքին դեպի Ֆրանսիա և խոնարհվում են ձեր ներողամի գույթություն այցելու համար։ Արդյոք որիցը հրամանարել ես նա ինչ է ասում։ Տերի, տկնաչան թախանցանքներով նա կորսեց ինձնից տանդախ հրամանս։ Եվ վերջիվերջո ես ստիպվեցի դրոշմել տշկապ հավանությունս իմ կամքի վրա։ Խնդրում եմ տերի, թույլ տվեք գնա։ Տեր եղի ժամանակին ընտրիվ պատեշան բայդ։ Եվ կա պարիքսիքներդ գործացել են ըստ քո հաճույքի։ Իսկ այժմ Համլետ, իմ եղբորորդի և նույնիսկ որդի։ Մի քիչ ավելի քան եղբորորդի, պակաս կամ։ Ինչ ասել է այդ, որտեղ թղբեր կախված են մնալ։ Այպես չէ դերի, չապից ավելի արևի կակ է։ Սիրելի Համլետ, դեն ձգի քեզ ինձ այդ մռայլ գույնը, և թող քո աչքը բարեկամին զսնեն Դանիոց։ Դե ինչ այդպես կախված կողերով ազնիվ ծնողի գույնիցով։ Դու գիտես, որ դա առօրյա բան, որ ապրում է պետք է և մեռնի, անցնելով կյանքից Համլետից։ Այդպես է, սովորական բան։ Շատ սիրելի, և սրտիդ համար խիստ պատմապետ եմ, որ վճարում ես քո պատկեր ընդհանրության որդ, բայց պետք է գիտնաս, որ հայրդ նույնպես կորցրեց մի հայր, այդ կորցրած հայրն էլ կորցրեց իրենը, և վերապրումը, որ թիական պարտականության պետք է սուկ պահի, որոշ ժամանակ, բայց հարատևեր համար վշտի մեջ նշանակում է սաստի ամպարիշտ կամակորություն, ոչ արնացի սուկ, դեն է կիրուրեն այդ անզոր վիշտ, աղաչում են կեզ,
Եվ ընդունիր մեզ որպես քո հայր։ Քանի որ պետք է աշխարհն իմանա, որ ամենից մոտ դու ես ներկա։ Ջանք կանեմ հրազանդելու ձեզ տիկին։ Ահա սիրելից և լավ ապստան։ Եղեք Դանիայում ինչպես ինքնը։ Եղեք Դանիայում ինչպես ինքնը։ Ինչպես ինքնը։ Վարակույրները հավաքեք և շտապ հեռացեք։ Լսում եք դերի։ Շնորհակալ ազնիվ Ռոսենկրանց այվարի։ Սիրելի կերտրուդույն հրացիչ, գազի կախնապես մարդ են գուարկեն Համլետին բերի, որ Օֆելիային որպես դիպվածով հանդիպի այստեղ։ Ես և նրա հայրը, իբրև արդարացի հետազոտիչներ, այնպիսի մի տեք-թակ չեն ենք ուզում, որ ընտես դիտենք և դատենք նրանց տեսակությունից ու նրա ձևից։ Դե արդյոք սիրուց են այնպես լավապող, թե ուրիշ բան կա։ Գնա։ Շատ լավ։ Նազանդ։ Իսկ դու Օֆելիա, մաղթում եմ սրտանց, որ շնորհալի գեղեցկությունը լինի Համլետի մտածմունության բարի պատճառը։ Եվ մեծ հույս ունեմ, որ առաքինի հատկությունները դիետ վերադարձնեն նրան իր սովորական ճանապարհի վրա։ Երկուսի տիպատի։ Տա Աստված տիկի։ Եկ շրջիր այստեղ, շրջիր։ Ողորմատես, եթե կհաճեք եկեք հագտապրի։ Օֆելիա։ Կարթա ես ներքից, թող զբաղմունքի այդ ձևացումը բնական հույն տա մենակությանը։ Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերևում երկնքում, ներքևում երկրի վրա և երկրի խորքի ջրերում եղած որևէ բանի նման քեզ կուրջեր չպիտի կերտես։ Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես։ Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Պատվիր քո հորն ու մորը, մի սպանիր, մի շնորհար, մի գողանա, քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր, ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա, աչքի ունեցիր։
չլիներ։ Այդ շեխանդիրը։ Լիներ, թե չլիներ, որն է, հոգեպես ավելի ասնի, կանեն գորում աղթի մարսեքարային ու սլակները, դեզենք ներսնել ծավը մշտերի մի ձող եմ դեմ, ու դիմադրելով վերջ տալ բոլորին, ոչինչ ավելի, ու մտացել թե մի պարս քնով, մենք վերջ ենք տալիս այն սրտացավին և բյուր բնական անցություններին, որոնց ժառանգն է մեր հեկ մարմինը, մի աղջան է դա, հոգով բաղցալի, մերն է, մերն է, գուսեյաս է, Ծավն այստեղը, կազի այդ մահվան կնի ժամանակ, իչ երբ իրազներ պիտի կալ գուց է, երբ այդ բացու կապանքը մեզնից թոտապած լինենք։ Ահա ինչ-որ մեզ հով է պետք է դա, այս նկատունն է, ու այս շապ եկատներ են անիշ դժվարությանը։ Ով այս կուզե հանյուտել այն հարվածներին, որ ամպերատար արժանավորը ստանում է միշտ անարժաններից։ Այն ինչ մարդ կարող էր իր աշիվը իր ձեռքով պակել, մի մերկ դաշույնով։ Խորամտությունն այսպես ամենքիզ վախկոտ է դարձնում։ Եվ հենց այս կերպով վճռականության բնածին գույն ախտաշետվում է խորհրդածության գունաթափ ծորքից։ Ուժեղ ձեռնարկներ, մեծ ու կարևոր, շեղվում են այսպես իրենց հոսանքից և գործ կոչվելու անարժան դառնում։ Ձեզանից ես հիշատակներ ունեմ ստացած, որ վաղուց ի վեր ուզում եմ ետ տալ ստացեք խնդրեմ։ Երբեք ես ոչինչ չեմ ընծայել քեզ։ Բայց ազնիվ տերս, դուք շատ լավ գիտեք, որ ընծայել եք, և հետն էլ բարեր այնպես քաղցրաբույժ, որ այդ իրերը էլ ավելի թանկ էին դարձնում։ Հիմա, որ նրանց բույրը թղել է, ետ արեք կրկին։ Առաքինի ես դու։ Էրի։ Գեղեցիկ ես։ Ինչ է ուզում ասել ձեր Առաքին ու գեղեցիկ ես։ Առաքինությունդ ոչի հարաբերություն չպիտի դու։ Բայց տերի, ում հետ կարող է գեղեցկությունը ավելի լավ հարաբերություն ունենալ, քան թե առաքինության հետ։ Այո, ճիշտ ես, որովհետև գեղեցկության ուժը ավելի շուտ ընդունակ է առաքինությունը լրբության փոխելու, քան թե առաքինության կարողությունը կարող է գեղեցկությունն իր պատկերին նմանեցնել։ Այս բանը երբեմն պարադոքս էր թվում, բայց ժամանակը հաստատեց, որ ճշմարիտ է։ Կար մի ժամանակ, երբ քեզ սիրում էի։ Այո, տերի, ինձ այդպես էիք հավատացրել։ Իսկ դու չպիտի հավատայիր։ Հենց դու չպիտի հավատայիր, քանի որ առաքինությունը չի կարող այնպես պատվաստել մեր հին ծառաբնի վրա, որ ոչինչ չմնա այդ ծառաբնից։ Ես ես չէի սիրում։ Ավելի խապված եմ եղել։ Մտիկ դու սանոց, ինչ ես ուզում մեղավորներ լույս աշխարհ բերել։ Ես ինքս քիչ թե շատ պարկեշտ մարդ եմ, բայց դարձյալի մեջ այնպիսի բաներ եմ նկատում, որ ավելի լավ են մայրս ինձ ծնած չլիներ։ Ես շատ հպարտ եմ, քիրախնդիր փառատոն, ավելի շատ չարություններ ունեմ ձեռքիս տակ, քան միտք նրանց տեղ տալու, քան երևակայություն նրանց ձև տալու, քան ժամանակ իրագործելու, ինչու ուրեմն ինձ նման անարածներ, քաշկան երկնքի և երկրի միջև։ Մենք բոլորս են առաջնական սրիկանենք, մետից ոչ մեկին չհավատաս, գնա, մտիկ կուսամաց։ Հայրը դուր է։ Ինչ։
Հայրդ, ուր է։ Տանն է տեր։ Դռները պիտ պատիր վրա, որ հիմանի դերը միայն իր տան մեջ խաղա։ Նրա մտքերն այդ կողմ չեն հակված, և ասացներն են թեև քիչ անկապ, բայց խենթի խոսքեր չեն։ Նրա հոգու մեջ մի որոշ բան կա, որի վրա վիշտը թուղս է նստել, և ախենամ թղսից ելացը մի վտանգ լինի, որի աչևն առնելու համար այս որոշեցի, պետք է անհապաղանդ իրագնա, կանցված պուլքը կանցելու համար, ուսեցովերը օտար երկրներն իրենց այլազան առարկաներով վանել կարենան նրա սարքի մեջ բում դրած նյութը, որի վրա ուղեղն անվերջ բախելով նրան այդ ձևով փոխակերպել է։ Ձերկացիք ինչ է։ Լավ, բայց դարձյալ համոզված եմ ես, որ նրա ցավի ծագումն ու սկիզբը մերժված սերն է։ Բերակա, արեք ինչպես կամենաք։ Եվ սակայն տերին, թե հարմար դատեք, թող խաղից հետո թագուհի մայրը նրան առանձին թախանցան քանի, որ իր ցավն ասի, թող շիտակ խոսի իր զավակի հետ։ Եվ եթե թույլ տաք, ես կթաքնվեմ այնպիսի մի տեղ, որ լսեմ նրանց խոսակցությունը։ Եվ եթե մայրն էլ անհաջող դուրս գա, ապա Անգլիա ուղարկեք նրան, կամ թե փակեցեք, ուր հարմար դատի ձեր իմաստությունը։ Այդպես լինի։ Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։ Մեծավորների խելառությունը չպետք է մնա առանց հսկողի։
Եվ աղաչում ենք, որ համբերությամբ հաճեք պատվել մեզ ձեր ունկնդրությամբ։ Նախերգանք ես թե մատանու մակագիր։ Այո, շատ կարճ է։ Կնոջ սիրո պես։ Շարունակեք։ 30 անգամ Բեբոսի կարգը արել է շրջան Տելոսի շուրջը և Պոսիդոնիաղի պետության 30 անգամ 12 լուսին պտույտ են գործել 12 անգամ 30 գիշեր երկրի շուրջը դարձել Այն օրից ինչ սերը մեր սրտերն իրար զուգավորեց և ինչի մենեն մեր ձեռքերն իրար միավորեց Շատ այդքան անգամ արևորոսին թող կան ու գնան և մեր սրտերը միստ անգեղցիով անբաժան մնան Ահա սիրելիս պետք է բաժանվել այն էլ քիչ օրից Մարմնիս ուժերը հոգնել են այլևս իրենց պարտքերից Եվ ինձնից հետո սիրուն աշխարհում պետք է ներապրես Հարգված, սիրված և գուցե նույնիսկ դու նորեն սիրես ու նոր ամուսին Մի վերջացնի Աստված ոչան է որ սիրտս այնպես քեզ նավաճան է Եթե ես երկրորդ ամուսին օրնեմ թող որ հավիտյան ամիցյան լինեմ Երկրորդ ամուսին չի արել մի կին եթե չէ դավեր առաջինի կյանքի Երբ այն կինը փնտրում է կրկին մի նոր գողակից սիրուն չէ մնա մեր միայն շահի ստոր փապագից մեռած ամուսնուս ես երկրորդ անգամ ինքս եմ սպանում Երբ իրան կողնում երկրորդ ամուսնուց համբույր եմ արում Օշինդը Հավատում եմ Այժմ անկեղծ են քո ասածները Բայց որքան հաճախ ինքներս ենք կոտրում մեր վճռածները Եվ որոշումը մեր հիշողության գերին է միայն Ծնվելիս ուշկու, բայց տոկունությամբ դիստախքան է այն Մայրին, ինչպես եք գտնում այս խաղը։ Ինքինը շատ է երկրորդ Բայց խոսքի կպայի։ Յուտի ծանոթ է, վատման չկա մեջ է։ Ոչ մի վատման, կատակ են անում, կատակով իրար կույնում են, սպանում են, ոչ մի վատման չկա։ Խաղի անունն ինչ է։ Մգան թագա, այդ ավանոր է։ Այս խաղը մի մարդասպանություն է ներկայացնում, որ կատարվել է Վիետնամում։ Կոնսակոյդուսյանը, կալաչանում է Պատիստա, սրիկայիսանի գլուխ գործոց։ Բայց մեզ ինչ կույտ, այն ոչ մի կարող դիպշել մեզ, ոչ եմ ձեզ ձեր բեհավանություն։ Մենք մաքուր խիղճ ունենք, վերքոտ ձին թող խրտնի։ Մեր մեջ կպինդ է։ Շարմեք, անիմատ, որի անվելությանոս է, թագավորի եղբորորդին է։ Խորութներ խավար և ձերքեր ճարպի և հույներ ասկու ոչ մի արարած իգունականատես և շամ ձերնկում դու դժխան խարնոտ կես գիշերային խոտերից կամած և հեկատ է յանեց քով նյութված և ինձ
Քաշվել է իր սենյակ և սաստիկ ուզված է։ Շատ խմելուց։ Ոչ դե, բարկությունից։ Եթե խելացի մարդ լինեիք, բժշկին կդիմեիք, ոչ թե ինձ։ Եթե ես նրան լուծողական տամ այդ նրան էլ ավելի կմաղձոտացնի։ Ազնիվ տեր մի քիչ ավելի կարգուկանոն դրեք ձեր խոսքերի մեջ և այդպես մի խրտնեք մեր խոսքի նյութից։ Ես հանդարտ եմ, պարոն, խոսեք։ Թագուհին, ձեր մայրը, սաստիկ վրդովված մեզ ուղարկել է ձեզ մոտ։ Պարոն եկեք, դեր իմ այդ քաղաքավարությունն անտեղի է։ Եթե կբանեանչեք մեզ օրինավոր պատասխան տալ, ձեր մոտ պատվերը կկատարենք։ Թե ոչ ձեր ներողությունը և մեր վերադարձը կլինեն մեր պաշտոնի վերջավորումը։ Ինչ չեք կարող։ Օրինավոր պատասխան տալ, խելք ես իրալակվել է։ Բայց ինչ պատասխան որ կտանդես, կտան մոլասակը ճիշտ մոլասակը կարջ, ասում եք բան ինչ է, մայրս… Ձեր մայր ասաց, որ ձեր վարմունքը նրան խիստ զարմացրեց և վշտացրեց տերին։ Ինչու եք, հետևիցս ընկել և թույլ չեք տալիս հանգիստ շունչ քաշել։ Կարծես որոշած լինեք ինձ թակարդին մեջ գցել։ Բերին, եթե մեր ազնվելությունը շատ խիզակ է, ապա պատճառն այն է, որ մեր սերնդը ձեզ քաղաքավարության ուժ չի տածում։ Եվ բերին։ Լավ չհասկացա, բայց հողնենք։ Կարող ես նվագել այս սրինգի վրա։ Ոչ թե։ Իսկ դու։ Ոչ թե։ Խնդիրում եմ։ Հավատացեք տերին, չեմ կարող։ Աղաչում եմ։ Տերին, ախր կյանքումը սրին ձերքը սանած չկան։ Բայց դա այնքան դյուրին գործ է, որքան սուտ խոսելը։ Տերին, խնդրում եմ։ Մանտերը տիր այստեղ ու շարժիր, այստեղից էլ փչիր ու կտեսնես։ Հրաշալի երաժշտություն դուրս կգա։ Դե, սկսեցինք։ Տերին, բայց մատներս այնպես չեմ կարող շարժել, որ ինչ-որ ներդաշնակ բան դուրս գա։ Այդ ճարտարությունը չունեն։ Հիմա տեսեք, թե ինչ անարժան արարած եք համարում դուք ինձ։ Ուզում եք իմ գաղտնիքը սրտիցս դուրս քաշել։ Ուզում եք ձայնս փորձել։ Սկսած ձայնաշարիս ամենացածր նոտայից մինչև ամենաբարձրը։ Մյուս կողմից հրաշալի երաժշտություն կա այս փոքրիկ գործիքի մեջ։ Եվ դուք չեք կարողանում նվագել այն։ Ինչ է, կարծում եք մի սրինգի չափ էլ չկա։ Անվանեք ինձ ինչ գործիք ուզեք։ Գուցե կարող եք ինձ չարչարել, բայց վրաս նվագել չեք կարող։ Թագուհին կամենում է խոսել ձեզ հետ և իսկույն։ Դուք ինձ այդպես հիմարի տեղ եք դնում, որ քիչ է մնում սիրտս տրակ։ Դեպի, թագուհին կամենում է խոսել ձեզ հետ և իսկույն։ Մենակ թող
Նային Անդրանի կանեցքն է վրան գրված եղբայրասպանություն Կանիկ մեր օրերքին սեզ Եվ փոխարենի ես միակ որդին նույն սրիկային երկինք ուղարկել։ Ոչ, շնոր է դա, վարձ է, ոչ թե վրեժ։ Ամեն։ Ուղեցեք կրիշնակներ, միջար մոցեցեք, մոցեք։ Որ ես կարող եմ ձեր գաղտնիքը պահել, իսկ իմը ոչ։ Ձեր ասածը չենք հասկանում տերին։ Շատ ուրախ եմ։ Սուր խոսքը քնում է իմ անականջում։
Տերի, պետք է ասեք որտեղ է Մարմինը եւ ինքներդ էլ գաք թագավորի մոտ։ Մարմինը թագավորի մոտ է։ Համլետ։ Իսկ թագավորը Մարմինի մոտ չէ, որովհետև նա այստեղ է։ Բե։ Ասա Համլետ։ Ո՞րն ուսնոր է։ Եթե ձեր մարդը նրան այնտեղ չգտնի, ապա հոտը կարմեք աստիճաններից դեպի գավիթը բարձրանալիս։ Կսպասի այնտեղ, մինչև որ գնանք։ Ախ, Համլետ։ 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 Քո այս գործը հենց կա սեփական ամառության նկատմամբ, որին ինչամ արժեք ենք տալիս, որ չափ սրտակին ցավում ենք քո արածի վրա։ Պետք է քեզ անհապաղ ջետ ճանապարհի այստեղից, ուստի պատրաստվիր, նավը պատրաստ է, հողն էլ հաջող։ Ընկերներդ էլ քեզ են սպասում։ Ամեն ինչ կարգադրված։ Դեպի Անգլիա։ Դեպի Անգլիա։ Այո։ Լավ։ Իսկապես լավ է։ Եթե գիտենաս մեր դիտումները։ Ես տեսնում եմ մի քերովով, տեսնում է ձեր դիտումներ։ Մնաս բարով սիրելի մայր։ Ես քո սիրող հայրն եմ, Համլետ։ Մայրս է։ Հայր ու մայր այրուկին են, այրուկին մեկ մարմին, ուրեմն մայրս է։ Մնաս բարով մայր։ Մնաս բարով հայր։ Մնաս բարով խիղ։ Խորհուրդներս անորոշտ լինեն, կամ ոչինչ չար։ Դեպի Անգլիա։ Դեպի Անգլիա։ Անգլիա։ Իսկ մի ճանապարհ ընկեք, նավ պատրաստ է։ Այս նամակը Համլետից թաքուն կպահեք, տեղ հասնելու պես անմիջապես հանձնեք հասցեատիրոջը։ Ինչ կա նամակը տերի։ Պետական գաղտնիք է։ Ձեր այս Անգլիա կստանան նույնքան շնորհակալ ալիք, որքան վայել է մի բարի թագավորի հիշողությանը։ Դե հայտարարակ։ Ախ, Անգլիա։ Եթե բարեկամությունս աչքի թարք ունի, և թագավի մերքը չի գոցվել դանյակն սրից, և սաստիկ վաղը
Նամակում կնքված ոչերը Շամլետի մախն է քեզ այդ մանչին, հոգների ծանգլա, աղաչում եմ քեզ ճույս բշիշկս, կխատիր նրան։ Մինչև որ չարնամ դենամերել է, մինչև գլխիս կա, ինձ հանդես չկա։ Արյանս այն պուտը, որ հանգիստ կենա, ինձ անհարազատ կհայտարարի, օրս անունը խայտարակ կանի, և մորս պարկեշտան վիշճակատի զույգ ունգերի մեջ բոս կխարադիրի։ Աղաչում եմ կեզ անդատվի լայ։ Ինչն է պատճառը, որ կատաղությունը տակպես ամենացել է, թող դրան գերտրուտ։ Մեն անցի վրա երկյուր մի կրի։ Կամ ետնային նախախնամություն, որ թակավորին ցանկապատում է։ Ինչ է պատահել դա, ինչ ես որ։ Թող դրան գերտրուտ։ Դե, խոսի, Հայրս, ուր է։ Մերը։ Ախոս հացրի, ինչպես կնկարա։ Ես դու չեմ կողոր ինձ էլ խաղան, գեն գրապից չի վախեցնի, այնտեղ եմ ասել, որ կամարում երկու աշխարն է, ինչ որ լինում է թող լինի, միայն դրուց եմ վրեժս, իմ հոր մավան լիոնի վրա։ Իմ հոսնիմ վլա է։ Եթե ուզում ես, սիրելի հորդ մահվան խնդրի մեջ ստույգն իմանա, միթե վրեժը տայն է պահանջում, որ տանող, տարվող, բարեկամ, թշնամի, ավելի նման սրտես ախտիչ։ Ոչ, այլ միմիայն թշնամիներին, շատ լավ, ուզում ես ճանաչել նրանց։
իմ աստված, մեզ հայտնի է, թե մենք ինչ ենք, բայց հայտնի չէ, թե ինչ ենք լինել։ Վաղը տոն է Վալենտինը։ Տղան ելավ, իսկ ես տակավ, աղջիկան իր մոտ դարա, ու աղջիկն է տիկին դարձել։ Ապա պատրաստենք մեր թակը գահը և նույնիսկ մեր կյանքը և այն ամեն ինչ մերն ենք համարում, ամենը քեզ տալու պրետ գոացում։ Իսկ եթե ոչ, մեզ համար լինեմ այս համբերությունդ և մենք միասին ձեր ձերքի տված արդար գոացում տանք հոգում լորետ։ Երկինք ու երկիր ինձ հրամայում են հաշիվ պահանջեն։ Պետք է պահանջես և հանցավոր ով են որ լինի, թող մեծ տապարը նրան տապալի։ Դահերտ, դահերտ։ Աշխորհում մեջ ստեղ պետք է դասի պրեպարիկանի, քանի որ ինքը ուշիմական ջով հենցնով լսեցիր, թե նա ով խնեց ու ասկի որ կյանքը, իմ կյանքն են ուսում։ Ինչ կատակույս։ Տակույս։ Ինչ։ Ինչ կա։ Տակույս։ Միցա։ Դիպչում եմ մյուսի կրունկին։ Այդ չափ որ շատ է։
Ես դարձատերին։ Անգլիայի օդը վրասական կլիներ ինձ։ Իսկ ընկերներից շատ օգտակար։ Ավարտեք արարողությունը։ Խորհուրդներս արյունուստ լինեն կամ ոչինչ չարժեն։ Գիտեք սա ինչ է։ Արքայական սերիկայություն։ Ինձ գլխատելու բացորոշ հրաման, համեմված մի շարք երկար ու բարակ նկատումներով Դանեմարկայի ու Անգլիայի ողջության մասին։ Այն պարագայում, որ ողջ մնայի, առանց մի րոպեից միջոց տալու գլուխս կտրե։ Գիտեք ես ինչ արեցի։ Լինելով այսպես սրիկաներից որոգայի թապատ, նախքան ուղեղից մի առաջադրանք տայի, նա արդեն սկսել էր իր խաղը։ Նստեցի, ես շարադրեցի մի նոր հանձնագիր, Միրահան արքայի կողմից։ Այնպես գրեցի, որի տեսնամակից բովանդակության առանց ապահման գերապերներին մահվան ենթարկել, խոստովանանքել միջոց չտալով։ Այդ նոր նամակը դրի պահոցում ու փախան նավից։ Ռոզենկրանցն ու Գիլդենշտերնը գնում են հիմա դեպի մահ։ Իրենց անտեղի միջամտումը նրանց կործանեց։ Փոքրերի համար վտանգավոր է ընկնել ահեղ սրերի
ախոյանների շաչուր կայցասպոր սրերի միջև։ Եվ իմ արդու կյանքն ինչ բան է միթե, մեկ չասած բրծավ։ Բայց շատ տխուր եմ, որ լայերդի հետ այդպես վարվեցի։ Կանզի սեփական դատից պատկերով պատկերացնում եմ և նրա դատը։ Չձարգարկեցինք նրա եղերնական առակների համար։ Երկու մասնավոր պատճառ եմ, որոնք կարող են քեզ տկար թվալ, սակայն ինձ համար խիստ զորավոր են։ Թագուհին մայրը ապրում է միայն նրա աչքերով, իսկ ես լինի դա մեղքս, լինի դա առաքինությունս, իմ կյանքը ոգին ամուր են կապվել նրա հետ, որ ինչպես Աստղը չի կարող իր ոլորտից դուրս չաշխել, ես չեմ կարող առանց նրա։ Երկրորդ մասնավոր պատճառը ինչու չէր կարելի հրապարակային հաշիվ պահանջել, դա այն սերն որ ամբողջն ունի Համլետի հանդեպ։ Սակայն այս բարեկամական մենամարտը, որ ես կազմակերպեցի, արդարգոհացում կտակողոք։ Յուղը բերել ես։ Այո, ինձ է։ Արդոցիր սուրդ։ Իսկ ես այն պատրաստել։ Այս մարգարիտը, որ քիչեցնեմ ուղելիքի մեջ, և երբ Համլետն ուզենա ծարավը հագեցնել, եթե դիկվածով ազատված լինի թունավոր սրիցած, շրտում կապոցն է, թե չէ, ու կապահով է մեր նպատակը։ Գալիս է, դե քեզ տեսնեն, զույս տաս որոնը ծավակն ես, գործով, ոչ ոսկով։ Խոստովանում եմ, խենթություն է այդ։ Համլետն է արդյոք քեզ վիրավորել, երբեք Համլետ։ Եթե Համլետն ինքն իր եղածից այլափոխվել է և փոխված մարդն է, որ լայերդին վիրավորել է, ուրեմն քեզ վիրավորողը Համլետը չէ, նա հերքում է այդ։ Բավարարված եմ ես բնությանս մեջ,
Մինչ այդ կընդունեմ ձեր առաջարկած սերն իբրև սեր, որին չեմ դրժի։ Ես էլ պարզ սրտով ընդունում եմ։ Եվ եղբայրական այս մենամարտը պատրաստ եմ խաղալ առանց որևէ մտախոհության։ Դե! Stop that, that's it! Come here, let's do it!
Ամպարդացակ է, գալիս եմ ես։ Եթե ողջ մնայի դեր կարող էի ձեզ բաներ պատմել։ Բայց մերվում եմ։ Գուշակում եմ, որ ընտրությունը վիճակված է ձեզ։ Ձեզ եմ թողնում մահացու ձայնս։ Եվ մի մարդու կյանքն ինչ բան է միթե, մեկ չասած վրցահ։